Եկեղեցու փոփոխություններ պարտադրելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության շրջանակներում հանրությունը ձեզ 2025 թվականի նոյեմբերին Թալինում կարգալույծ եղած քահանայի մատուցած պատարագին տեսավ նաև ձեզ։ Ինչու եք գնացել Թալին եւ ում հրավերով։ Արդեն այդ ժամանակ ես ասեցի, որ հետաքրքիր էր ինձ, քանի որ առաջ անգամ էի գնում եւ տեսել էի եղել էի բազմաթիվ միջոցառումների տարբեր, որտեղ որ հավաքում են ընդդիմադիր ուրեմն մարդիկ, ընդդիմադիր հայացքներով մարդիկ, այդ անգամ էլ որոշեցի ինքս գնամ մասնակցեմ այնտեղ, որտեղ որ իշխանության ներկայացնող մարդիկ են։ Գնացի, շատ ուրախ եմ, որ գնացի եւ ասեմ ավելի, որ հնարավորինս որտեղ կունենամ հնարավորություն ժամանակ կմասնակցեմ նույնպես պատարագներին։ Ինչ պարզեցիք։ Ինչ էիք ուզում պարզել ընդդիմադիր մարդկանց շրջանակում, հա, այսպես ասած, լինելով դուք էլ, հա, ընդդիմադիր եք թե ինչ եք, ինչ պարզեցիք։ Ընդդիմադիր եմ, այո, ես ընդդիմադիր հայացքներով մարդ եմ, ընդդիմադիր եմ, պետականամետ ընդդիմադիր հայացքներով մարդ եմ։ Պարզեցի այն, ինչ որ ինձ պետք էր պարզել։ Ինչ։ Դե ինչ որ ինձ պետք էր, այն էլ պարզեցի։ Փաշինյանը գրեթե ամեն կիրակի պատարագի է մասնակցում, ինչ հաճախականությամբ եք միանում Փաշինյանական այդ ակցիային։ Դե որտեղ որ կա հնարավորություն կամ ժամանակը ունեմ մասնակցելու, գնում եմ մասնակցում եմ այդ պատարագներին։ Որտեղ չեմ կարողանում, չեմ գնում։ Օրինակ Մայրաթոր, երբ գնացել էին, դուք ներկա եք Մայրաթորում։ Պատարագին չէ, երբ գնացել էին վեհարանը վեհից ազատելու։ Չէ, այդ ժամանակ ներկա չէի։ Իսկ այ որ ասում եք, ուզում եք պարզել ընդդիմադիրն, հա, իշխանական կողմից ներկայանալով, տեսնեիք ընդդիմադիրներն ինչ էին անում։ Իսկ օրինակ նկատեցիք իշխանականներն ինչ էին անում։ Գիտեք ինչ, երկու կողմն էլ պետք է տեսնես, որովհետև երբ որ գտնվում ես մի կողմը, կա այլ կարծիք է։ Ուզում եք տեսնել, այնտեղ էլ է իմ ժողովուրդը, այս կողմն էլ է իմ ժողովուրդը։ Տեսնել ինչ տրամադրություն կա, տրամադրվածություն կա, հետաքրքիր էր, տեսնել ինչպիսի մարդիկ, ինչպիսի պահելաձև ունեն, գնացի, տեսա, համոզվեցի, բոլորն են նորմալ մարդիկ են, կապ չունի քաղաքական հայացքները, մարդիկ, որ գնում են եկեղեցի, կապ չունի որ եկեղեցին, դա միայն ու միայն ողջունելի է։ Իշխանության կողմի, իշխանության ներկայացուցիչների կողմից հայհոյանքները, սադրանքները լսեցիք, ինչ զգացիք։ Իշխանության կողմից, որ երբ լինում այդ պատարագներին, որոնց որ մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը, մենք տեսնում ենք խմբերով, տարբեր համայնքներից, տարբեր մարզերից, պետական հիմնարկներից աշխատակիցներ են գալիս։ Ես չեմ նկատել հայոյում են, Թալինի հենց Թալինի պատարագին էի գնացել Թալինում, այնտեղ էլ Թալինի համայնքապետն ակտիվ, հայոյանքներով, սադրանքներով։ Ժամանակ որ ես եմ եղել, նման բան չի։ Թալինում չէ, այլ պատարագներին մշտապես մասնակցում է, աչքի է ընկնում հայոախառն արտահայտություններով, լսել եք։ Դե գիտեք ինչ կա, այնպես չի որ մեր ընդդիմությունն էլ տենց իրեն շատ հարիր է պահում, այդտեղ փոխադարձ է կարծում եմ այդ արտահայտությունները, որը շատ վատ է, որովհետև եթե մարդիկ գնում են եկեղեցի, ապա ես չեմ կարծում որ պետք է այնտեղ նմանատիպ արտահայտություններ հնչեն միմյանց հանդեպ, շատ վատ է, ինչից է դա գալիս, ինչն է պատճառը, ինչն է խնդիրը, ինչու ենք մենք այսպես լարված մեկս մյուսի հանդեպ, տենց էլ չսովորեցինք, որ քաղաքականության մեջ տարբեր հայացքներ ունեցող մարդը պարտադիր չի, որ մեկը մյուսի հանդեպ թշնամանքով լցվի։ Ես մինչև հիմա չեմ կարողանում դա ընդունեմ։ Դա կապ չունի իշխանության ներկայացուցիչ է, թե ընդդիմության։ Հիմա իմ այսպես ասած շրջապատում կամ չգիտեմ բարեկամների շրջապատում կան մարդիկ, որոնք որ ունեն ընդդիմադիր հայացքներ եւ ունեն իշխանական, հա, հայացքներ։ Հիմա ինչ իրանք պետքա իրար ատեն, իրար չբարևեն։ Սա շատ վատ մթնոլորտ է։ Ես ասել եմ, ասում եմ, նորից կրկնում եմ, դա լավ բանի չի բերում, որովհետև դա պառակտվածություն է, դա լավ չի։ Հիմա ինչ կապ ունի, որ ես կամ դուք օրինակ, ինչ որ մենք ունենք տարբեր
կարծիքներ, հա, այսպես ասած քաղաքականություն։ Ուրեմն ես պետքա ձեզ ինչ անտեսեմ կամ չգիտեմ, վատ խոսքեր ձեզ ասեմ, քաղաքական հայացքներ են, ես այս կողմն եմ, դուք այն կողմն եք կամ հակառակը, տարբեր ուրեմն ինչ մենք պետքա չշփվենք իրար հետ։ Այդ բաժանումներն ով մցրեց ժողովրդի մեջ։ Բաժանումները ունեն երկար, հա, ուրեմն այսպես ասած խորը, որովհետև մինչև 20 թվականը կարծես թե ժողովրդի 93%-ը բոլորը միասին էին։ Երբ որ 18 թվականին եղավ հեղափոխությունը, դուք լավ հիշում եք, մեր ազգի 93%-ը կողմնակից էր փոփոխությունների, հեղափոխությանը, երևի 7%-ն էր, որ դեմ էր այդ process-ներին կամ չէր մասնակցում կամ այլ կարծիք էր հայտնում։ Ինչից սկսվեց։ Սկսվեց պատերազմից հետո կարծում եմ, որ այդ լարվածությունը ժողովրդի մեջ ավելացավ, բաժանվեցին սև ու սպիտակների, վատ այդ դա դարավ պատճառը։ Ես կարծում եմ, եթե չլիներ պատերազմը, նույն պատկերը լինելու էր հիմա ժողովուրդը իրար սիրելով, հարգելով, ուրախ երջանիկ ապրելու էր, բայց եղավ այն ինչ որ եղավ ու շատ վատ էր դա մեզ համար։ Իդեպ ասեմ, որ երբ որ ես գրառումներ եմ անում կամ գնում եմ պատարագի իշխանության հետ, այնտեղ հնչում են իմ թեկոզ իմ էջում Facebook-յան տարբեր կարծիքներ, վրթովմունք, զինվորների մեր ծնողների կողմից են հնչում, ես հասկանում եմ իրենց վիճակը, բայց ես միշտ էլ ասել եմ, որ ոչ մեկ երբեք չի կարա մոռանա մեր զինվորների, մեր հերոսների արածը, որ իրենք իրենց կյանքն են տվել, այդ կյանքից թանկ բան ի՞նչն է, միայն կյանքը, այդ մարդիկ, մեր տղաները հերոսաբար զոհվել են, իրենց կյանքն են նվիրել ու ոչ մեկ չի մոռանում իրանց արածը եւ երբեք չի կարա մոռանա։ Դա հենց միայն չի վերաբերվում 44 օրյա պատերազմի, այլ ընդհանրապես այս 30 տարվա մեջ ինչ եղել է, ովքեր իրենց կյանքը նվիրել են։ Եվ ես օրինակ ցավում եմ, ինձ համար շատ տխուր է, որ մեր ազգը այսենց իրար ուտում է, ժողովուրդը իրար ուտում է սոցցանցերում, շատ անգամ fake էջեր են հանդիպում, այն ժամանակ, երբ որ ես օրինակ քննադատում էի, ավելի ակտիվ քննադատում էի մոտ 5 տարի, հրապարակայնորեն քննադատում էի իշխանության գործունեությունը, իհարկե առանց անձերի գործունեությունը պարզապես նույն բանն էր տեղի ունենում եւ այն կողմից էր գալիս ինչ որ fake էջեր էին։ Հիմա էլ հակառակ առանց անձերի դուք կոնկրետ Նիկոլ Փաշինյանի Չէ, անձի, ես նկատում եմ անձի վիրավ, անձնական գործունեությունը նորմալ է որ քննադատվում է, բայց դա էլ ունի սահման։ Հայոյանքը դարել է այսօր մեզ մոտ խոսքի ազատություն։ Հա, հասկացան խոսքի ազատություն, բայց չի ասում որ ով ինչ ուզի ուրեմն հայոյի, վիրավորի, պիտակավորի եւ այլն, ուր ենք ասել։ Շատ ուրեմն օկտատերեր փակ էջերով, առանց նկարի, ուրիշ անունի, fake էջեր են, բայց այնտեղ մարդ է, չէ՞ նստած, գրողը մարդ է, հո դա արհեստական բանականությունը չի գրում, դա գրում է մարդը։ Բա հիմա հարց է ծագում, բա եթե այդքան համարձակ գրում ես, դեմքդ բաց տեսնենք։ Չէ՞ որ մենք օրինակ, եթե ես ինչ-որ մի հայտարարություն մնում, ես իմ դեմքով եմ անում, ոչ թե փակ էջով եմ անում։ Նույնն էլ այդ մարդկանց է վերաբերվում։ Այսինքն դուք ինչ եք զգում, երբ եկեղեցին այսպես ասած բարենորոգողները հայոյանքներով մտնում են մայրաթոր, անարգում կաթողիկոսների շիրիմները։ Ես ինչ որ հիմա վերաբերվում է մեր այս եկեղեցի թեմա պետություն եկեղեցի, ես այս վերջին Մասիսի պատարագի ժամանակ լրագրողին ձեր գոլեգային նույնպես հայտնեցի, որ ես կողմ եմ, որպեսզի այս խնդիրը լուծվի։ Ես կողմ եմ, որպեսզի վարչապետը եւ կաթողիկոսը նստեն իրար դեմ դիմաց եւ խոսեն։ Իդեպ բազմիցս վարչապետը հայտարարել է, որ պատրաստ է կաթողիկոսի հետ հանդիպել։ Ինչի կաթողիկոսը չի գնում հանդիպելու վարչապետի հետ, ես չգիտեմ, բայց լավ կլիներ, որ նրանք հանդիպեին, այս հարցը լուծեին ու անցնենք, որովհետև սա մեր ազգի համար, մենք դες ասում ենք, չէ՞, մենք առաջի քրիստոնեություն ընդունող ազգն ենք, մենք քրիստոնյա ենք, մեզ սազական չի, մեզ հարիր չի։ Դուք ես նաև հետևում եմ միջազգային մամուլում ինչա գրվում այս ամենի մասին։ Սա շատ տհաճ իրավիճակ է։ Վստահ եմ յուրաքանչյուր հայի համար
Սա շատ անընդունելի է։ Ոչ մեկից հաճելի չի, գիտեք ինչ։ Բայց վարչապետը ոչ թե հանդիպում է ուզում, այլ վեհապարի հրաժարականը, հեռացումն է ուզում։ Հիմա դուք որպես որ իշխանության ներկայացուցիչների հետ այդ պատարակներին մասնակցող, դուք ինչ եք ուզում։ Դուք պահանջում եք վեհապարի հրաժարականը։ Ես միայն ու միայն կոչ եմ անում, որպեսզի այս հարցը լուծվի, թե ոնց կլուծվի, ինչ ձև կլուծվի, որովհետև յուրաքանչյուր կոնֆլիկտ ունի լուծում։ Ինչքան էլ կոնֆլիկտներ լինում են մարդկանց մեջ, մարդիկ նստում են դեմ դիմաց եւ խոսում են։ Հիմա այսօր կա խնդիր, պետություն, եկեղեցի, վարչապետ, վեհապար, հիմա այդ խնդիրը ի վերջո պետքա մի հատ ունենա հանգուցալուծում, մի հատ ինչ-որ լուծում։ Ձեր լուծման տարբերակը ո՞րն է։ Ես կողմ եմ, որ ամեն ինչ հարթվի գնա, լարվածությունը մոռացվի, ոնց որ առաջ վարչապետը ներկա էր գտնվում, ուրեմն պատարակներին, որտեղ կաթողիկոսը այդ ներկայանում էր այդ պատարակներին, այդպես նույնպես նորից լավանա, ամեն ինչ հարթվի գնա, կոնֆլիկտը մոռացվի եւ մտածենք այլ խնդիրների մասին, թե մեր երկիրը ոնց զարգանա, ոնց անենք, որ մեր կյանքը ավելի լավ լինի, որովհետև էլ եմ ասում, սա մեր ներսի հարցն է, հասկանում եք, սա ոնց ասեմ, արտաքին հարց չի, սա ներսի հարց է, որը որ մեր համար, մեր ժողովրդի համար, ինձ համար որպես հայ մարդու համար շատ տհաճ է։ Ես կողմ եմ, որպեսզի հարցերը լուծվի։ Իրենք որ նստեն, խոսեն, լավ կլինի։ Օրինակ դուք հիշում եք մարտի 1-ի ժամանակ, երբ որ վեհապարը գնաց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ։ Այդ ժամանակ առաջին նախագահը չընդունեց իրեն։ Բայց գնաց, չէ՞։ Ես օրինակ այդ քայլը վեհապարի շատ հարգում եմ, որ ինքը գնացել էր, որպեսզի հարցը լուծեր մեր երկրի ներսում այդ ամեն ինչը ավարտվեր։ Հիմա ինչն է խնդիրը, որ առավել եւս որ վարչապետը հրավիրում է, ես ինքս եմ, դուք եք լսել, ասում է կա կոնֆլիկտ, բայց ես պատրաստ եմ ընդունել, հանդիպել կաթողիկոսի հետ։ Մեր հարգաժան վեհապար ջան, հել գնա, ուրեմն հանդիպի վարչապետի հետ, նստեք, խոսացեք, հարցը լուծեք, անցնենք էլի, այս շրջանը շատ տհաճ է, բոլորիս համար է տհաճ։ Իսկ վեհապարի հեռացման, հրաժարականի պահանջի մասին ինչ կասեք Փաշինյանին։ Դե ես չեմ կարող ասել ինչի է, հա, ինչն է խնդիրները, մանրանամ, ինչի ես տեսնում եմ, որ կա կոնֆլիկտ։ Առաջ չի եղել, չէ, կոնֆլիկտ, այսինքն ինչ որ խնդիր է առաջացել։ Ինչն է այդ պատճառը։ Թող իրենք նստեն խոսան, թող իրենք բանակցեն։ Էլ եմ ասում, վարչապետը, վեհապարը որ հանդիպեն, լավ կլինի։ Ամեն դեպքում չասացիք, ինչ եք զգում, երբ մայրաթոռ են գնում, անարգելով կաթողիկոսների շիրիմները, հայոյանքներով, այդ բարենորոգողները։ Գիտեք ինչ կա, յուրաքանչյուր լարվածություն, յուրաքանչյուր կոնֆլիկտ ունի այդ էր ասած հետո հետևանքները։ Երբ որ այդ խնդիրները լուծվի, այդ ամենը կանցնի կգնա։ Իհարկե տհաճ է, որ էլի մեր ժողովուրդն են ախր գնում այդ սուրբ տեղը, որը Էջմիածինն է, իրար հայոյում կամ բղավում, այն մի կողմը նա է բղավում, ասում է որ մեր վեհապարն է, այս մի կողմը ասում է վեհապարը չի, սենց սա լավ բանի չի բերելու։ Ի վերջո մենք բոլորս էլ Աստծո զավակներ ենք, մարդարարած ենք, հայ ենք, մենք պետք է դա չմոռանանք։ Մենք պետք է մեր քրիստոնեությունը, որ տենց միշտ դեմ ենք տալիս ամբողջ աշխարհին, պահենք, պահպանենք։ Սա վերաբերում է բոլորին, եւ իշխանության կողմին, եւ ընդդիմությանը։ Սա պետք է վերջ-վերջը ավարտվի, եւ լավ կլինի, որ լավ ավարտվի։ Ամեն դեպքում հանգուցալուծումը ինչպես եք տեսնում, ըստ ձեզ իշխանությունները կհրահրեն սադրանքներ, բախումներ, արյունահեղություն։ Ես չեմ կարծում, որ որևէ մի նմանատիպ բան կարող է լինել։ Սադրանքներ կարող են լինել ընդհանրապես, միշտ էլ կարող է լինել եւ ընդդիմության կողմից եւ իշխանության կողմից, բայց ես չեմ կարծում, որ բանը դրան պետք է հասնի։ Բանը չպետք է հասնի այդ բաների, քաղաքացիական, հա։ Հիմա կա խնդիր։ Հարգաժան վարչապետ, հարգաժան վեհապար նստեք խոսեք էլի, լուծեք այս հարցը, ժողովուրդը հոգնել է։ Ես իմ շրջապատում ում հետ զրուցում եմ, իսկ ես պատկերացրեք ինչքան ինձ հարց են տալիս, չէ, որ տեսնում են, դեկոզ իմ ընկերները, որ ես գնում եմ, մեկը ասում է ինչի ես գնում, մյուսն ասում է լավ ես անում, որ գնում ես։ Ես ասում եմ, այդ տեսնում եք ոնց ենք մենք բաժանվել։ Հիմա բայց բոլորի համար էլ տհաճ է։
որովհետև այս կյանքում ամեն մեկս ունենք մեր խնդիրները, մեր դարդերը, մեր հոգսերը, մեր խնդիրները եւ առավոտ արտանալ, միացնել Facebook-ը կամ սոցցանցը, տեսնել այս վիճակները ոչ մեկի համար հաճելի չի։ Ես վստահորեն կարող եմ դա ասել։ Ոչ մեկի համար, թե ընդդիմություն կլինի, թե իշխանություն կլինի։ Քաղաքական հարցեր են, դրանք այո, կարող են լինել բանավեճի տեսքով, վիճել ինչ առումով, չասեմ իրար անպատվել, վիրավորել, այլ ողջ նորմալ, ասենք ես համաձայն չեմ այս գործի հետ կամ այս քայլի հետ կամ դուք համաձայն չեք, նստենք բանավեճենք, բայց ոչ թե իրար։ Վարչապետը լիազորություն ունի օրինակ միջամտելու եկեղեցու գործերին, բարենորոգման ինչ որ նախաձեռնություն սկսել, ինձ որում ի պաշտոն է որպես վարչապետ, վեհափառի հրաժարականի պահանջ առաջ քաշել։ Դե տեսեք, հիմա դուք ասում եք վարչապետը ունի լիազորություն, թե ոչ։ Ըստ եկեղեցիական կանոնների եկեղեցին ընդհանրապես չպետք է մտնի քաղաքականություն, ճիշտ է։ Բայց առանձին անհատներ չեն կարող իրենց քաղաքացիական դիրքորոշումը հայտնել։ Հիմա եկեք գանք այն կետին, որի մասին հիմա ես ուզում եմ բարձրաձայնել։ Ես ինքս մասնակցել եմ Բագրատ Սրբազանի այդ հավաքին։ Մայիսի 9-ին եմ այնտեղ եղել, մայիսի 26-ին էր երկրորդը։ Ես այդ ժամանակ ուրեմն իմ դիրքորոշումն էի հայտնում, պահանջում էի իշխանության հրաժարականը եւ այլն, մասնակցում էի այդ ամենին։ Հետո ինչ ստացվեց։ Ստացվեց, որ հավաքվեցին բավականին մարդիկ եւ Բագրատ Սրբազանը բազմիցս իր հայտարարությունների մեջ ասում էր, որ երբ նրան հարց էին տալիս, իսկ վեհափառը տեղյակ է, վեհափառը օրհնում է, վեհափառը այո տեղյակ է, չէ, նրա հայտարարություններն էր այդպեսին եւ ստացվում է, որ վեհափառը օրհնում է երկրում քաղաքական իրադարձությունների իշխանափոխության։ Ստացվում է, որ եկեղեցին մասնակցում է քաղաքական process-ներին։ Եթե այդ դա չլիներ, օրինակ, եթե վեհափառը Բագրատ Սրբազանին ասեր, որտնյակս վերադարձիր քո ծառայությանը, քաղաքականություն թող քաղաքական գործիչների, նրանք շատ զբաղվում են։ Դու արի ծառայի այն ինչի համար դու օրինակ կանչված ես, օծված ես, Բագրատ Սրբազանի օծված ես, մի րոպե, օծված ես եւ խնդրում եմ անցիր։ Այդ ժամանակ ես վստահ եմ, որ իշխանությունը հաստատ կտեսներ այդ քայլը եւ կտեսներ, որ եկեղեցին չի ուզում մասնակցի։ Բայց երբ որ Բագրատ Սրբազանը ասում էր, որ այո, վեհափառը ուրեմն օրհնում է այդ ուրեմն process-ը քաղաքական դուրս է գալիս, որ վեհափառը տեղյակ է, օրհնում է, լավ էլ մասնակցում է քաղաքական process-ներին։ Հիմա ինչ է ստացվում։ Տեսեք կոնֆլիկտի է բերում, Հիմա էլ դուք ասում եք վարչապետը ունի լիազորություններ մասնակցի վեհարանի, չգիտեմ, այդ վերանորոգման եւ այլն։ Սա խնդիր, տեսնում եք, խնդիր է առաջացել։ Ու հետո ես հիշում եմ, որ մենք ողջևորված գնացել էինք, ես իմ ընկերներին բոլորին ասում եմ եկեք, մասնակցեք, ինքս էի կոչեր անում Facebook-ում, իմ սոցիալական էջերով եւ այլն, հետո ստացվեց, որ ես օրինակ շատ հայացքները փոխվեց այդ process-ներին, երբ որ Բագրատ Սրբազանը ասեց, այդքան մարդ մի շաբաթ ինքը Կիրանցից գալիս էր, ուսենց ձնագնդի պես այդ process-ը զարգանում էր եւ վերջում մարդիկ եկան, հետո ինքը ասեց, որ ինքն է վարչապետի տեխնացու, այդտեղ արդեն շատ մարդիկ sense իմ շրջապատում ովքեր հավաքվել էին շատ զարմացան, բայց լավ, դե որ ասում է, բայց հետո որ ասեց գնացեք տուն ու մենք դες կասենք երբ հավաքվեք, այդտեղ արդեն հիասթափություն մարդիկ ապրեցին, որովհետև հետո դրա մյուս օրը Սրբազանը գնաց բուհերից հանեց երեխաներին, ասում է եկեք մասնակցենք հացադուլ անենք։ 70,000 մարդ է հավաքվել այդտեղ։ Իմաստը ո՞րն է այդ մարդկան տուն ուղարկել, կարող է այդ մարդիկ խաղալիք են, գնացեք տուն, եկեք, հավաքվեք, վաղը կասենք կգաք, մանկապարտեզը ինչա։ Օրինակ տեսնում եք խնդիրները շատ են։ Ես այդ ամենը շատ օբյեկտիվ եմ նայում։ Թող չթվա, որ ես եթե գնում եմ հիմա իշխանության հետ մասնակցում եմ պատարակների, ես այն process-ներին սենց եմ։ Ոչ, ժամանակ եմ եղել, ես ամեն ինչ լավ հիշում եմ, մասնակցել եմ այդ process-ներին։ Հասկացա, որ դա սխալ էր։ Դա պետքա չլիներ։ Հիմա դեմ էին Կիրանցի այդ process-ներին, այդ սահմանազատման այդ process-ներին եւ այլն, բայց բանը եկավ հասավ, հետո
Դարձավ որ Սրբազանը դառնում է ուզում է դառնա վարչապետ, վեհապարը օրհնում է այդ process-ը, դարձավ քաղաքական process։ Տեսեք կոնֆլիկտ։ Դրա համար եմ ասում, այդ ամենը ի վերջո մենք հայ ենք, մենք մարդ ենք, այն պատվիրանը, որ մեզ տվել է մեր Աստված Հիսուս Քրիստոսը, սիրիր դիմացին ինչպես քեզ քո անձին դեմ դիմաց ասենք, լավ, ներողություն խնդրենք իրարից, մեր ասածներից, չգիտեմ, բարի շենք, դնենք մի կողմ այդ եկեղեցի պետություն, կոնֆլիկտը հարթվի գնա, տեսնենք մեր երկիրը ոնց ենք զարգացնում։ Ես իմ մշակույթի գործով, չգիտեմ, դուք լրատվականը։ Դուք ասացիք Բագրատ Սրբազանի շարժմանը մասնակցել եք, դուք նաև 2021-ին էիք հայտնի, որ հրապարակավ պահանջում էիք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այդ պահանջով նույնիսկ Սյունիքից եկաք հասակ քայլելով Երևան, հացադուլ արեցիք։ Այսօր սակայն դուք ոչ միայն այլևս նման պահանջ չունեք, այլև բացահայտորեն ողջունում եք վարչապետի քաղաքականությունն ու խոսում նրա անկեղծության մասին։ Ինչի դիմաց տեղի ունեցավ ձեր դիրքորոշման այս կտրուկ շրջադարձը։ Ես արդեն ասել եմ, նորից կարող եմ կրկնել, որ հիմար է այն մարդը, որ չի փոխում իր կարծիքը։ Ես կարող եմ նորից քննադատել իշխանության գործունեությունը, բայց ես նաև վերապահում եմ ինձ իրավունք քննադատել ընդդիմության գործունեությունը։ Ինչքան ես քննադատել եմ 5 տարի, հա, այդ ակցիաներով, հետո եկել է մի բան, որ վերանայել եմ իմ կարծիքները, որ եթե ժողովուրդը ընտրում է այս իշխանությանը, ապա դա դու չես կարող հերքել։ Ընտրում է ժողովուրդը, ընտրում է։ Եվ այլևս ես ինձ համար որոշում եմ կայացրել, որ իշխանությունը կլինի իշխանություն, եթե ժողովուրդը կընտրի այս իշխանությունը, ես չեմ գնալու պետության, իշխանության դեմ։ Ես կարող եմ պարզապես կարող եմ ինձ թույլ տալ քննադատել գործունեությունը։ Որտեւ ինչքան էլ պահանջես հրաժարականը, ինչքան էլ այդքան պահանջեցինք, ոչ մի հրաժարական չեղավ։ Վարչապետը շարունակում է աշխատել, աշխատում է մինչև ընտրություններից հետո եթե նրան կընտրեն, չեն ընտրի։ Ի վերջո ժողովուրդն է որոշում։ Դուք Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցին տված ձեր հարցազրույցում հայտարարեցիք, որ ողջունում եք վարչապետ Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը։ Հիմա պատրաստ եք օրինակ մոտ ապագայում ձեր ընտանիքով տեղափոխվել Կիրանց, որտեղ ընդամենը պատն է գյուղացիներին բաժանում ադրբեջանցիներից եւ այնտեղ խաղաղ ապրել։ Ես вообще-то Երևանում եմ ապրում։ Խաղաղությունը կապ չունի տեղափոխվել Կիրանց կամ այլ վայր։ Խաղաղությունը այն օրակարգն է, որը վարչապետը ներկայացնում է եւ ես միանշանակ դրան կողմնակից եմ։ Ես ձեր նշած, հայկական ժամանակ լրատվականում նույնպես նշեցի, որ եթե հիմա պատկերացնենք մի իրավիճակ, որ ընդդիմությունը գա իշխանության, այդ ընդդիմությունը ինչ օրակարգ է բերելու առաջ պատերազմի, հա։ Նորից պատերազմ, նորից զոհվելու են երեխաներ, հերիք չի, այսքան ժողովուրդ մահացավ, այսքան երեխա, այսքան Արցախ մեր կորուստը կամ այս վիճակները, որ մենք ապրեցինք այս 5-6 տարիներ, 5 տարի էլի, ինչքան լավ, ինչ օրակարգ է բերում ընդդիմությունը։ Հիմա իշխանությունը ասում է խաղաղություն, իհարկե ողջունել է խաղաղությունը, յուրաքանչյուրս պետք է կողմնակից լինենք այդ խաղաղությանը։ Ինչ դրանից լավ բան։ Բայց պատրաստ եք օրինակ մոտ ապագայում, հիմա ովքեր ողջունում են վարչապետի խաղաղության օրակարգը, ընդդիմադիրները խորհուրդ են տալիս տեղափոխվել Կիրանց, որտեղ գյուղացիներն ընդ որում վախով են դեռ այդ վերաբերում այդ խաղաղությանը, բարեկամությանը հարևանների հետ։ Հիմա դուք պատրաստ եք։ Դուք ասեցիք ով է խորհուրդ տալիս ընդդիմադիրները։ Որ ընդդիմադիրներն են խորհուրդ տալիս։ Այդպիսի խորհուրդներ կան։ Դուք առաջինը թող իրանք մի հատ այդ իրանց խորհուրդները անեն, հետո մյուսներին խորհուրդ տան։ Հա, ես Երևանցի եմ, Երևանում եմ ապրում, ես գործերս Երևան է, ես ինչի գնամ ապրեմ Կիրանց։ Իսկ այդ ընդդիմադիրները, որ տես խորհուրդներ են տալի, եմ կրկնում, թող իրանք խորհուրդները, ոնց որ ասում եմ, պահեն իրանց, որտեղ ես որպես ընդդիմադիր հայացքներով մարդ լիքը հարց ունեմ այդ ընդդիմադիրներին։ Այդ ընդդիմադիր կոչվածներին, որոնք որ տարբեր շրջանակներում, տարբեր ձևերով, ուրեմն չես էլ հասկանում ինչ օրակարգ են բերում։ Եթե խոսենք ինձ համար, որպես ընդդիմադիր քաղաքական ուժ, ես մենակ իմ հավանությունն եմ տալիս ու բազմիցս աշխատել ենք իմ հարգարժան, իմ կողմից Հայկ Բաբուխանյանի հետ, իմ կուսակցության նախագահի հետ։ Այնտեղ կա գաղափարախոսություն կա։ Իսկ մնացածը ես չեմ հասկանում իրանք ինչ են ուզում։ Աջալները քաշեն վրա, գան իշխանության, իրանց, չգիտեմ,
վրեժ լուծեն, իրանց ունեցվածքը պահեն կամ նոր ունեցվածք ձեռք բերեն, բա ժողովրդի մասին ով պետք է մտածի։ Այդ ընդդիմադիրները, որ դուք ասում եք, մտածում են ժողովրդի միանշանակ մասին։ մտածում են։ Արդյոք դա մտածելու դրսևորում էր ամանորին միլիարդավոր դրամների պարգևներ ստանալ եւ թոշակառուների թոշակը չբարձրացնելու որոշումը։ Դե գիտեք ինչ կա։ Ո՞ւմ մասին մտածեցին, ժողովրդի թե իրենց։ Գիտեք ինչ կա, նայեք։ Տեղյակ եք դուք այդ փաստաթղթի մասին, որը հրապարակվեց, որով որ գործադիրը անձամբ Նիկոլ Փաշինյանը ինչքան գումարով է իրեն փոխվարչապետին եւ կառավարության այլ անդամներին պարգևադրել։ Իսկ թոշակառուների թոշակը հիշում եք, որ ասաց 10,000 դրամով բարձրացնենք, իրենք չիմանան ինչպես ծախսեն։ Հիմա ում մասին մտածեց իշխանությունը։ Ընդհանուր առմամբ ես տեսնում եմ, որ իշխանությունը մտածում է ժողովրդի մասին։ Այդ երանշված բաները լավ կլիներ, որ թոշակները բարձրանային, թե իրանք ժողովուրդը ոնց կծախսի, այդ ժողովրդի գործն է։ Պարգևավճարումները, որ դուք ասում եք, հա, հասկանում եմ, որ իրանք իրանց պարգևավճարում են անում, պետական աշխատողներ են, ժողովրդի հարկերի հաշվին։ Հա, դե ընդհանրապես ամեն աշխատանքն էլ արվում է ժողովրդի հարկերի հաշվին, հա։ Հիմա ժողովրդի մտածելու ժողովրդի մասին մտածելը իշխանության կողմից կա, բայց արդյոք կա ընդդիմության կողմից։ Ես մի հատ լավ օրինակ բերեմ։ Այսքան ժամանակ ընդդիմություն է, պարլամենտական ընդդիմություն։ Ինչ մի հատ օրենք բերեցին առաջ, որտեղ որ օրինակ, չգիտեմ, դուք որպես ընդդիմադիր ինչ եք արել։ Մենք ասում ենք, մենք օրինակ երկու նախագիծ ունենք օրենքի փոփոխման, հիմա փորձելու ենք պարզապես ներկայացնենք ազգային ժողովի միջև ընտրությունները։ Եթե իշխող ուժը այլասերվածությունը Չէ, մենք ունենք երկու օրինակ որպես մեր կուսակցությունով երկու նախագիծ ունենք օրենքի փոփոխման, առաջինը վերաբերում է մշակույթի ոլորտը, երկրորդը բանկային ոլորտը։ Առաջինը ինչն է մշակույթի ոլորտում։ Կա հեղինակային իրավունք երգահանների եւ երգգրողների, հա, կոմպոզիտորների։ Նրանց հեղինակային իրավունքները պահպանվում են, բայց չկա կատարողների հեղինակային իրավունք։ Օրինակ ամբողջ աշխարհում ընդունված է, որ երգ կատարողը նույնպես հավասար դառնում է հեղինակ։ Չէ՞ որ այդ երգը դառնում է հիթ, մարդիկ սիրում են այդ կատարողի վերջնական, հա, մատուցմամբ։ Մենք ուզում ենք փոփոխություն մտցնենք օրենքի մեջ եւ մոտակա ժամանակները նորից եմ կրկնում, կառաջարկենք այդ օրենքի մեջ փոփոխություն, որպեսզի նաեւ հեղինակային իրավունքները պահպանվի կատարողների։ Ես իմ մշակույթի գործի մեջ եմ ասում։ Դուք նաև հիշեցնեմ, որ 2021-ին, երբ ձեր կուսակցության ազգի ձայն հիմնադրումներ, դուք ներկայացրեցիք համագումարի օրը ծրագրային դրույթներից մի կարևոր դրույթ ձեզ համար, որով պատրաստվում եք քրեականացնել այլասերվածություն խթանելու ցանկացած փորձ, պարզաբանելով, որ այլասերվածություն եք համարում ավանդական սեռական կողմնորոշումից շեղումը։ Ծրագրով նախատեսվում էր, ինչպես դուք ասացիք, Հայաստանում այլասերվածության քարոզը պետք է մերժել։ Ուր եք հասել այդ գործում, ինչ ձեռքբերումներ ունեք։ Խոսքը գնում էր պրոպագանդայի մասին, օրինակ Ռուսաստանում արգելված է պրոպագանդան։ Տարբեր ինչ այլասերվածություն լինի, պրոպագանդան արգելված է։ Այնտեղ նաև մենք շեշտել ենք, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի զբաղվի իր սեռական կյանքով, դա ոչ մեկ իրավունքը չի մտնել այդ կյանք, բայց պրոպագանդայի մասին է խոսքը գնում։ Հիմա տեսեք, ես կարևոր երկու օրենքի մասին եմ խոսում, դուք ինձ 21 թվականի մասին եք ասում։ Չէ, մենք 21-ին, մի րոպե, դուք ասում եք, որ իշխանություններն էին LGBT քարոզն անում ու ասում եք, որ այդպիսի դաստիարակությունը հենց իշխանություններն են մտցնում կրթօջախներ, այլասերվածություն քարոզող իշխանությունները ձեր կարծիքով, ինչպես դուք եք ասում, ունակ են բարենորոգել օրինակ եկեղեցին կամ դրա բարոյական իրավունքն ունեն։ Գիտեք ինչ կա, տեսեք, հիմա դուք ինձ հետ մտել եք բանավեճի մեջ, հարգելի Արփինե, դուք ուզում եք ինձ հետ բանավեճեք, թե դուք հարց եք տալիս, ես պատասխանում։ Ես ձեր հարցին պատասխանեցի։ Ես 21 թվականին ինչ ասել ենք, ուժի մեջ եմ, մենք դեմ ենք պրոպագանդայի։ Ինչի եք ասել, չասացիք։ Այլասերվածության քարոզը կանխում եք։ Ինչ ձեռքբերումներ ունեք։ Չկա քարոզ։ Իսկ հիմա ես ասում եմ, որ ինչի ավելի կարևոր հարցեր կան։
որը որ տեսեք մշակույթի ոլորտում փոփոխություններ։ Միգուցե ձեզ հետաքրքիր չի։ Հասկանանք ինչի եք հասել դուք ձեր 2021-ի ասածով, հետո հասկանանք նորով ինչ եք հասնելու։ Մենք բանավեճելու ենք։ Չէ, իշխանություններին մեղադրում էիք այլասերվածության քարոզով։ Հիմա իշխանություններին էլ չեք մեղադրում այլասերվածության քարոզի մեջ։ Յուրաքանչյուր քարոզ այլասերվածության մեջ ով որ զբաղվի, մենք մեղադրելու ենք։ Կլինի դա իշխանություն, կլինի դա ընդդիմություն։ Ոչ, մհեր։ Կոնկրետ էլի պատասխանը։ Հարցը տվեք իշխանություններին։ Դուք էիք ասում 2021-ին ասում եք իշխանությունները զբաղվում են այլասերվածության քարոզով, այդ դաստիարակությունը մցրել են դպրոցներ, կրթօջախներ։ Հիմա այդ իշխանությունները բարոյական իրավունք ունեն ըստ ձեզ եկեղեցի բարենորոգ են։ Հստակ հարց, բանավեճ չի սա։ Հստակ հարց, խնդրում եմ ասել, ձեր խոսքերն այդ որ ես ձեզ ասում եմ ձեր լրագրողական գոլեգաները վատ են աշխատում, ասում եք չէ, պետք չի մեր խոսակ ինչի։ Մի րոպե, դուք ընդդիմադիր եք հիմա թե իշխանական։ Ընդդիմադիր եք։ Դե հիմա խնդրում եմ գործունեությունն եք քննադատում։ Պատասխանեցի ձեր հարցին։ Հիմա ոնց որ ես ինչքան տեղյակ եմ, այդ process-ները չկան։ Հիմա ես ես երկրորդ, տեսեք, ես օրենքից եմ խոսում, դուք հայտարարություններից եք խոսում։ Ես ես կարևոր բան եմ ասում։ Դե միգուցե ձեզ հետաքրքիր չի։ Չէ, հասկացանք, ձեր արարածների մասին խոսենք մի հատ 21 թվականից կանք։ Հետո այս նորերին կհստակեցնենք։ Հիմա դուք կհստակեցնեք, ունեք Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ։ Յուրաքանչյուր ընդդիմություն միշտ էլ ունի պահանջ, իշխանության հրաժարականը։ Դա օրակարգն է յուրաքանչյուր ընդդիմությանը։ Հիմա մենք որ ինչքան էլ պահանջ ենք իշխանության հրաժարականը, մի վերջի ժողովուրդն է ընտրում։ Թե ժողովուրդը ընտրում է, ուրեմն այդ իշխանությունը ուրեմն շարունակում է գործունեությունը կամ նոր իշխանություն է գալի։ Հիմա եթե ընդդիմությունը օրինակ եմ ասում, ժողովրդի քվեն ստանա ավելի մեծ, կդառնա իշխանություն։ Այս բանի պահանջում եք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ես ձեզ նորից եմ ասում, որ կոնկրետ ասում եմ, յուրաքանչյուր ընդդիմություն միշտ էլ պահանջում է իշխանության հրաժարականը։ Դա ձևաչափն է ընդդիմության։ Ձեր մասով ասեք, մի ընդհանրացրեք յուրաքանչյուր ընդդիմություն։ Ես ձեզ պատասխանեցի Արփինե ջան։ Չունեք պահանջ, Ես ձեզ պատասխանեցի։ Հիմա իմ հարցը բավարարվեք։ Ոնց հստակ չէր։ Բավարարվեք այդ պահանջում։ Բավարարվեք այդ պատասխանով։ Այս օրերին, երբ ձեր դիրքորոշումը շատ կտրուկ փոխվել է, բոլորը ձեզ հիշում են Շուռնուխից քայլելով Երևան եկող Մհեր, որպես եւ այսօր արդեն իշխանական օրակարգին մասնակցող բարենորոգ նախաձեռնությանը միացած Մհեր եւ այսօր մի մասը հանրության ձեզ քննադատում է պատեհապաշտ լինելու, այս իշխանություններին հաջողանալու, գծնելու համար, հիշեցնելով, որ ժամանակին էլ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք դուք իշխանություններին նույն կերպ հաջողանալու խնդիր ունեիք։ Դուք ձեզ համարում եք պատեհապաշտ։ Պատեհապաշտ օրվա իշխանություններին հաջողացող գծնող, ինչպես ես մեջ բերեցի, այդ որակումները լրիվ հանրության գնահատականներ են։ Ես միշտ էլ եղել եմ ու կամ ու կլինեմ յուրաքանչյուր իշխանության, որը ընտրված է ժողովրդի կողմից, կողմնակից, անկախ ընդդիմադիր հայացքներին, որովհետև եթե ժողովուրդը ընտրում, դու չես կարող, ինչքան էլ դու ընդդիմանաս, դու չես կարող դրա դեմը կանգնես, դա ընտրությունն է ժողովրդի։ Ես տեսեք իմ հարցին պատասխանեցի, դուք պարզապես ուշադիր չեք, որ ես ասեցի, որ ես այլևս չեմ գնալու դեմ պետության ղեկավարության, որը ընտրել է ժողովուրդը։ Այդ հարցին ես արդեն պատասխանեցի։ Բայց չհստակեցրեցիք, այսինքն կեղծ ինչը դրթեց ձեզ։ Այդպես էլ հասկանալի չեղավ։ Ոնց ասեցի, կարծիքներ են փոխվել, կարծիք են փոխվել։ Ինչի դիմաց, ինչից տեսել եմ, որովհետև աշխատանքը, ընդդիմության, իշխանության դա պատասխան չի։ Ինչ պատասխան եք ինձ ակնկալում։ Չէ, հստակ չեք ասում ամեն դեպքում, բայց լավ, 2021-ին վերադառնալով կրկին 2021 դուք հայտարարում եք, որ թույլ չեք տալու, որ այս իշխանությունները խաղան մեր ազգի ճակատագրի հետ։ Այսօր ինչ է տեղի ունենում, նրանք դեռ խաղում են մեր ճակատագրի հետ, թե այդ խաղն արդեն ավարտված է անդառնալի հետևանքներով։ Դա ձեր կարծիքն է, ես կարծում եմ, որ հիմա դուք եք ասել թույլ չեք տալիս, ես մեջ վերեցի ձեր խոսքերից։ Շատ բարի, հիմա տեսեք, մենք գտնվում ենք որ թվականում, Արփինե։ Ես ձեզ հիշեցրեցի ձեր խոսքերը։ 26 թվականում։ 26 թվականում ենք գտնվում։ 26 թվականը այդ հայտարարությունից անցել է տարիներ։
Ես կարծում եմ, որ որևէ մեկը իրավունք չունի ոչ ընդդիմությունը, ոչ էլ իշխանությունը խաղա ազգի ճակատագրի հետ։ Այդ նույն ծրագրով, այդ նույն, հա, այդ ժամանակ եթե հիմա ես կարող եմ ասել, որ ազգի ճակատագրի հետ խաղում ընդդիմությունը։ Այո, մեր ընդդիմությունը, որի մեջ նաև ես իհարկե ինձ չեմ համարում իրանց մասնիկ, որովհետև ես եմ, հա, բայց ես չեմ համարում իրանց մասնիկ ինձ։ Ես պարզապես իրանց գործունեությունն եմ տեսնում։ Դե ընդ այդպես ընդդիմություն եք, եթե դեմ եք իշխանությունների մանդատները դնեիք, բայց ինչի՞ չեք դնում։ Այդ նույն պարգևավճարները, որ դուք ասում եք, որ մենակ իշխանությունն է իրանց բաժան, ընդդիմությունն էլ է ստացել։ Ասացիք, որ ուղում են բարեգործական հիմնադրամների ընդդիմադիր падգամավորները հայտարարեցին։ Բոլորը, որոնք ստացել էին, այդպես հայտարարեցին։ Եղել է մամուլում։ Տեսնում եք, դուք օբյեկտիվ չեք։ Իսկ ես օբյեկտիվ եմ, ի տարբերություն ձեզ, որովհետև եթե դուք ասում եք իշխանությունը պարգևավճար է ստանում, նույն այդ պարգևավճարը ստանում է 5 տարուց ավել, ինչքան են իրանք այնտեղ գտնվում, նույն ընդդիմությունը։ Այս ինչի իրանք ընդդիմությունը մի հատ օրենք չեն բերում առաջ, թե իրանք եկել են այդ դահլիճ, որպեսզի պարզապես իրար ուրեմն բարերով շպրտել, իրար խոսքեր ասել, դու սենց ես, դու նենց ես, բանավեճի մեջ մտնեն, ծեծեն իրար ջարդեն։ Սա է խնդիրը, ընդդիմությունը իմ կարծիքով ըստ իս պետք է ընդհանրապես այս ընդդիմությունը, որ կա հիմա ազգային ժողովում, պետք է ինքը չլինի, ինքը պետք է գա նոր ընդդիմադիր, չէ, գա նոր ընդդիմադիր, իշխանությունը եթե ժողովուրդ ընտրեց մնալու է, ուզեք թե չուզեք, խոսքը ընդդիմության մասին է, որտեղ իշխանությունը վայելում է ժողովրդի մեծամասնությունը, ի տարբերություն ընդդիմությանը։ Հիմա եթե ընդդիմությունը ինչքան ընդդիմադիր նորի հայտ են եկել քաղաքական գործիչներ, կուսակցություններ, այդ մարդիկ են չէ ուզում աշխատեն, միգուցե նրանք իրենց գաղափարախոսություններով անելիք ունեն ժողովրդի համար, ինչի չեն թողում, որ իրանք մտնեն, բայց եթե տենց լավ ընդդիմություն են դեմ էին իշխանություններին, թող մանդատները դնեն, ինչի՞ միջև որոշ չեն դրել։ Հիմա էլ 26 թվականին հայտարարում են, որ մասնակցել են ընտրություններին։ Ո՞րն է խնդիրը։ Տեսնում եք, որ այստեղ կա ընդդիմության մեջ խնդիր։ Հիմա իշխանությունը հասկացանք 5 տարի քննադատել ենք, ասել ենք եւ այլն։ Ընդդիմության ես օրինակ հարցեր ունեմ ընդդիմությանը։ Լավ ձեր անելիքը որն է։ Քննադատության սլաքը ուղղվել է իհարկե նաև ընդդիմությանը, որովհետև ընդդիմությունը այս ընթացքների մեջ այն ցեխը, որը շպրտում է իշխանության մեջ ու արդյունքում ժողովրդի համար ոչ մի գործ չի անում, ինքը իր համար նստած իր պարգևավճարներ հավասար ստանում է բոլորի հետ։ Որն է ձեր անելիքը, լավ դուք այս ժողովրդի համար ինչ եք արել։ Հələ իշխանությունը օրինակ եմ ասում, ասենք չգիտեմ, ասֆալտ է անում, դպրոցներ են վերանորոգում, հանկապարտեզներ են վերանորոգում, խաղաղության օրակարգ են բերում, գերի են բերում, հա, բայց դուք ինչ եք անում ընդդիմություն, առավոտի տիրիկուն ձեր լրատվականները սենց կոպիտ ասած կներեք արտասանում, խոդի տված, առավոտի տիրիկուն զարյատք են դնում եք ու գնաց, սկսվեց քարկոծել եւ այլն, որն է ձեր գործը, այսինքն պրոստը քարկոծել, սուտ տեղեկատվություններ տարածել, հա, իշխանությանը վարկաբեկել, լավ ընդդիմություն չեք, լավ ընդդիմություն լինեք, հիմա արդեն ուրիշ գործեր կանեիք, բայց դրա համար եմ ասում, ընդդիմության դաշտը պետք է մաքրվի, գան նոր գաղափարներով մարդիկ, թե չէ լավ է, էլի 5 տարի է նստած են ազգային ժողովում իրանց համար։ Դուք սկսեք, դուք ընդդիմադիր եք, ինչ նոր գաղափարներ ունեք։ Բա հենց այդ եմ ասում, իշխանական արդեն։ Չէ, մենք տեսեք դուք չեք լսում, Արփինե ջան, դուք ինձ հետ բանավեճի մեջ եք։ Չեմ բանավեճում, հարց եմ տալիս։ Դուք հարցը տալիս եք, չեք թողում ես պատասխանեմ։ Իդեպ ասեմ, այ ձեր գործելավոճը, որ ինձ համար շատ տխուր է, նույնպես օգտվում են ձեր գոլեգաները, որ հարցը տալիս եք, չեք թողում մարդը պատասխանի։ Մի հարցի չլսած ասելիքը, շարունակում եք մյուսը տալ։ Հիմա մենք ասում ենք, նայեք, երկու օրենքի նախագիծ ունենք, որը ուզում ենք առաջարկել։ Ախ, արասացները նույնիսկ չեք կատարել, հիմա նոր այլասերվածության մասին, ինչ ասում եմ, ինչ ձեռքբերումներ եք ունեցել, ասում եք, էլ չկա այլասերվածություն, ո՞ր ձեռքբերումը, որ ասեիք, որ ասել եք, ոչ մի քարոզ չկա։ Լավ չի։ Վերջացավ, չեք տեսնում ուղղակի, չէ։ Մեն լավ, դուք որ կրկին վերադառնալով 2021-ին, որ ասում էիք, որ թույլ չեք տալու նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրվի, որովհետև դա մեզ համար կործանարար է, դուք ոչ միայն թույլ տվեցիք, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրվի, այլև չեք կարծում, որ եւս նոր կործանարար փաստաթղթեր են ստորագրվել դրանից հետո։ Որոնք են։ Ինչպես այլ գնահատականներ, օրինակ Վաշինգտոնյան փաստաթուղթը, խաղաղության պայմանագրի նախաստորագրված տարբերակը, կամ ըստ ձեզ կան այդպիսի փաստաթղթեր։
խաղաղության փաստաթուղթը այդ նախա, հա, փաստաթուղթը ինչն է դրա մեջ կործանված, լավ տենց ասեմ, ինչն է այդտեղ վատ բան։ Չկան զիջումներ անհամաչափ։ Չէ, ես ձեզ եմ հարցնում։ Ընտիր Գնում փաստաթուղթ է։ ճանապարհ է բացվում, ճանապարհներ են բացվում։ Ես նաև հետևեցի, որ Ռուսաստանը ողջունում է այդ ճանապարհի բացումը։ Բոլոր կողմերը ուրախ են, որ ճանապարհները բացում։ Թող բացվեն ճանապարհներ։ Այստեղ հարցերն է, որ ամենօրյա գերիները բոլորը վերադառնան։ Հնարավորինս մեր Արցախի այդ ղեկավարությունը, հա, վերադառնա Հայաստան, որովհետև ինչքան էլ մեզ համար դա հաճ է, որ այդ մարդիկ այնտեղ են գտնվում։ Իսկ իշխանություններն ինչ են անում օրինակ մեր Արցախի ղեկավարության վերադարձի համար։ Ես որ վարչապետի հայտարարությունները այդ ուրեմն հարցի շուրջ կամ այլ պաշտոնյայի ասում են, որ այս խաղաղության շրջանակներում բոլորն էլ կվերադառնան, թե հիմա դա երբ կլինի, չգիտեմ, բայց օրինակ մենք երեք վերադարձան 4 այդ մարդիկ։ Իդեպ ինչ էին անում ընդդիմության մեր գործընկերները, քննադատում էին, հա, որոշ ուրեմն լրատվականներ, թե ինչի են երկու այդ վարձկանների դիմաց 4 բերել։ Բայց պատճառը իմացաք ինչու էին ասում։ Ինձ համար կարևորը որ մարդիկ տուն են վերադարձել 5 տարի անց, կարևորը եկել են տուն։ Դա լավ չի ժողովրդի համար։ Ինչն է։ 4 մարդ վերադարձան տուն։ Լավ չի, իհարկե լավ է, բայց նայում եք որ քննադատությունները շատ է։ Լսեք, առողջ քննադատությունը ընդունելի է։ Պիտակավորում, որակումը կամ սուտ տեղեկություն տարածելն է ինձ համար անընդունելի։ Մհեր, ձեզ բոլորը հիշում են որպես Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջը Ռիտա Սարգսյանին երգեր ձոնելով։ Երգեր ձոնելով են հիշում ձեզ։ Ռիտա Սարգսյանին երգեիք, չէ՞ նվիրել։ Այո։ Հիմա շատ հարցեր կան, արդյոք պատրաստվում եք նմանատիպ մի սիրուն երգ ձոնել Աննա Հակոբյանին, թե արդեն ծրագրում չկա տենց բան։ Չկա։ Իսկ այսինքն այդ երգը նվիրվում է բոլոր առաջի տիկիններին։ Իդեպ տիկին Ռիտայի գլխավորությամբ, որին ես շատ սիրում եմ եւ ինչեւ որս հիշում եմ նրա բարեգործությունները, թե մշակույթի ոլորտում, թե անձամբ իմ հանդեպ, թե առողջապահության ոլորտում։ Իդեպ ասեմ, որ ուրեմն գրառումներ են անում, կոմենտներ են, մեկնաբանություններ են գնում, ահա, մոռացար տիկին Ռիտային, լսեք, ես կոնկրետ ես չեմ կարող մոռանալ տիկին Ռիտային, որովհետև նա այնպիսի անձնավորություն էր, որ նրան չի լինի մոռանալ, եւ նրա արած գործերը, բարի գործերը ոչ մեկ չի մոռանում։ Դա էլ ես միշտ ասել եմ ու ասում եմ ու ասելու եմ, որ ու երբ որ ես իրան երգ նվիրեցի, այդ երգը իր գլխավորությամբ ես նվիրեցի մեր բոլոր ապագա կամ անցյալում առաջի տիկիններին, որովհետև այնտեղ տես բառեր կա, չէ՞, որ не бывает страны без первой леди։ Հիմա դրա համար առաջի տիկիններին ժամանակին դուք բացառում եք Աննա Հակոբյանին երգ նվիրելու, հիմա այդ մասով եք ձեր դիրքորոշումը նվիրում եմ բոլորին, թող տենց լինի։ Փոխել եք, այդ մասով եք ձեր դիրքորոշումը Չէ, փոխել։ ես Դուք ասում եք բացառվում է։ Չէ, դուք ասում եք նոր երգ։ Նոր երգ։ Իսկ ես ասում եմ, որ այս երգը նվիրում եմ բոլոր նախկինում, ծրագրում չկա նոր երգ, այն երգը որ կա, որը նվիրված է տիկին Ռիտային, դա ես նվիրում եմ եւ նախկինում, եւ ապագայում, եւ ներկայում բոլոր մեր առաջի տիկիններին։ Դրանից լավ երգ ես չեմ կարծում որ կլինի։ Եվ կրկին անդրադառնալով 2021 թվականին, երբ ներկայացրիք ձեր իսկ ստեղծած կուսակցությունը, հայտարարեցիք, որ երգել եք ձեր երազանքի բոլոր երգերը եւ երգեր, որտեղ պարունակվում է հայրենասիրություն, ընտանիք, կարևոր ինստիտուտները, հիմա ասում եք ժամանակն է եկել, որ այս իշխանությունները եւ այն մարդիկ, որոնք տարան այս երկիրը կործանման, իրենց երգը երգեն։ Դուք ասում եք, մենք ուզում ենք լսել իրենց երգերը, ինչպես ստացվեց, որ 30 տարի անց կործանեցիք այս երկիրը։ Հիմա հարց, ձեզ համար այս իշխանությունները երգեցին իրենց երգը, ձեզ համար պարզ դարձավ, ինչպես 30 տարի անց կործանեցին մեր երկիրը։ Դա այն ժամանակվա հայտարարություն էր, եւ ես հիմա կարող եմ ասել, որ յուրաքանչյուր մարդ այս 30 տարվա մեջ,
ով հեղինակ է եղել երկրի կործանման մեջ, կստանա իր պատիժը եւ այն մարդիկ, ովքեր որ հեղինակ են եղել երկրի զարգացման մեջ, կստանան իրենց պարգևները Աստծուց։ Հիմա ովքեր էին 30 տարի անց երկիրը կործանողները։ Եկեք այդ իմ պատասխանով եզրափակվենք Արփինե ջան, հանում է ժամանակն է, արդեն դուք ինձ ասացիք 40 րոպե, արդեն 50 րոպե խոսում ենք։ Վերջին հարցերն են գալիս, քանի որ արխիվում ընտրություններ են, կան տեղեկություններ, որ առաջարկ եք ստացել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից մասնակցելու։ Կա մասնակցության որևէ ձևաչափ, որոշում։ Չգիտեմ որտեղից են ձեր տեղեկությունները սխալ են, որևէ մի առաջարկ ես չեմ ստացել։ Մենք հələ դեռ պատրաստում ենք կուսակցության համագումարի, մենք հələ դեռ որոշում չունենք, կմասնակցենք, չենք մասնակցի։ Իսկ ինչ ակնկալիքներ ունեք ընտրություններից։ Ընտրություններից ակնկալիքները հետեւյալն է, իմ կարծիքով պետք է քաղաքական դաշտում ընդդիմությունը ամբողջովին պարլամենտական վերափոխվի, գան երիտասարդ, նոր, գաղափարներով լի մարդիկ, ովքեր ուզում են ծառայեն ժողովրդին եւ պետությանը, այդպիսի ինդիմադիր ուժեր, որտեղ ես տեսնում եմ, որ իշխանությունը ունի մեծ այսպես ասած ժողովրդի կողմից վստահություն, այստեղ ես տեսնում եմ, որ ընդդիմությունը պետք է մեզ տա հնարավորություն նոր ընդդիմադիր ուժերին, որ մենք գանք ուրեմն աշխատենք հանուն մեր ժողովրդի, օրենքներ բերենք առաջ, ասեք այդ ազգային ժողովը հայոյելու կամ ծեծելու համար չի, այդտեղ օրենքներ պետք է մշակվեն, որ ժողովրդի համար լավ Բայց լինի։ իշխանության ներկայացուցիչներն ակտիվ չեն այդ հայոյելու ծեծելու մեջ, շիշեր շպրտելու։ Հիմա եթե ընդդիմադիրները եթե նրանց են ասում, նրանք է պետքա բնականաբար պատասխանեն։ Ես պաշտպանվում են։ Այո, դե երևի պաշտպանում են։ Հիմա դրա համար անընդունելի է այդ ամենը։ Եվ վերջին ճշտող հարցը, ՔՊ-ի պարտություն ակնկալում եք այս ընտրություններին։ Չէ։ Ինչու՞։ Որտեվ տեսնում եմ, որ ժողովուրդը սատարում է իշխանություններին։ Պետք է միամիտ լինել կամ չգիտեմ չտեսնել, որ կա սատարում։ Հա, կարող է 21 թվականի պես չի, օրինակ, էլի ես սա պայմանական եմ ասում, դա իմ կարծիքն է։ Բայց ես տեսնում եմ, որ ժողովուրդը սատարում են իշխանություններին։ Ես ինքս իմ պարտություն, պատերազմ, այսքան զոհ բերած իշխանություններին սատարում դա եք մեր կարծիքով։ ժողովուրդն է։ Ինչ անես։ Հիմա մեր ժողովրդի կարծիքն է, դա մենք ինչի կարող ենք դեմ լինել, եթե ժողովուրդը սատարում է այս կամ այն քաղաքական ուժին, ինչքան էլ հիմա օրինակ ես ասում եմ դիմություն չլինի, բայց եթե դիմությանը օրինակ այն ուժերը, որ կան հիմա պարլամենտում էլի սատարող լինի, հիմա մենք կարանք ասենք մի սատարեք։ Դուք անձամբ սատարում եք քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Ես սատարում եմ այն մեր քաղաքական գաղափարների, քաղաքականության մեջ, որը որ մենք ենք բերում, առողջ քաղաքական ուժերի գաղափարներին եմ սատարում։ Դրանց մեջ մտնում է քաղաքացիական պայմանագիրը։ Խաղաղության օրակարգով, այո։